Ես վերցրեցի Եվային օրորոցից ու դրեցի կողքս ու պարկեցի։ Ես չհասկացա ոնց եմ քնել։ Ես չհասկացա ոնց քնեցի ու առավոտյան երբ ես ակնացա Եվան արդեն չէր շնչում, Գարիկ չէր շնչում, ես բղավեցի քեզ դու եկար ու ես եմ սպանել Եվային, հասկանում ես, ես եմ սպանել մեր երախուն։ Լիլիթ հանգստացի, լսի, մի րոպե լսի, բայց դու ասեցիր, որ այսինքն մենակ ինչ չասեցիր, հիվանդանոցում էլ բժշկին ասեցիր, որ օրորոցում ա եղել երեխան ու զարդել տեսել ես ինքը չի շնչում։ Չի, ես սուտել եմ, Գարիկ, ես սուտ եմ ասել, սուտ եմ ասել։ Ես ուղղակի Լիլիթ, բայց բժիշկն էլ ասեց, որ երեխան մահացել է, որովհետև թոքերը էլ չի գործել։ Չէ, դա կապ չունի, Գարիկ, կապ չունի, նրա հիվանդությունը նրա մահվան հետ կապ չունի, չես հասկանում։ Այ Աստված իմ։ Լիլիթ, ես ինչ ես ասում։ Գարիկ։ Սուս ոչ մի բար չխոսաց հետը, սուս մնա։ Ես քեզ խնդրում եմ, եթե կարողանաս ներել ինձ իմ հաց տուր։ Բաբ Լիլիթը էլ չի գալու։ Չգիտեմ, Էլի ջան։ Ինչի ուզում ես գա, հա? Հա, ուզում եմ, որ ստեղ էր շատ լավ էր անցնում։ Բաբ, բա ինչ է Լիլիթը գնացել։ Կլինի այդ հարցից չպատասխանեմ։ Չէ, ես ուզում եմ իմանամ։ Մերի, դու ես ուզում իմանաս, թե մամատ։ Դու զանգել մամայիդ ասել ես, չէ, որ Լիլիթը էլ իմ հետ չի ապրում։ Հա, ասել եմ։ Մամատ էլ ասել է ճշտես իմանաս, թե ինչի համար է, չէ, իմ մոտից գնացել։ Հա, ասել է, բայց ես էլ եմ ուզում իմանամ։ Լիլիթը վատ բան ա արել։ Ինչ է արել։ Եվային ա սպանել։ Ինչ։ Ոչ մի բան, բալես, ոչ մի բան։ Ինչ որ ասեցի մոռացի, տենց բան չի եղել։ Եղել է։ Մերի, ես քեզ ասում եմ, նման բան չի եղել, ուղղակի ջղայնացած էի, տենց ասեցի, չի եղել տենց բան, մոռացի, բալես, հիմա ջղայնացա ասեցի, ոչ էլ։ Եղել է։ Մերի, հետ արի։ Մերի ում հետ եմ, չես լսում ինձ, Մերի, հետ արի։ Ինչ։ Մոտ արի։ Այդ ուզում ես զանգես։ Ում էի ուզում զանգեր։ Մամայիս։ Ինչի։ Որ ասեմ, որ ինքը գա ինձ տեղից տանի իր տուն։ Ոնց տանի տուն։ Դու ուզում ես գնաս։ Հա, չեմ ուզում քո հետ մենակ մնամ, քո հետ ձանձրելի է։ Չհասկացա։ Մերի, ես քո հայրն եմ, բալիկ ջան։ Ու քո համար ամեն ինչ անում եմ, դու իրավունք չունես իմ հետ տենց խոսելու։ Եթե իմ համար ամեն ինչ անում ես, ուրեմն գնա ու Լիլիթին բեր։ Այ Աստված։ Դասի դու Լիլիթին ինձնից ավելի շատ ես սիրում, հա։ Չէ,
բայց սիրում եմ ու չեմ հավատում, որ ինքը կարեր Եվային սպաներ։ Ես քեզ արդեն ասացի, չէ՞ որ նման բան չի եղել։ Ճիշտ է, չի եղել, բայց դու հավատում ես, դրա համար էլ Լիլիթին չես բերում։ Ախր այ բալիկ, ես քեզ ոնց բացատրեմ, որ դու հասկանաս, Մերի ջան, բալես ամեն ինչ այդքան հեշտ չի, ինչքան դու ես պատկերացնում, ամեն ինչ ոնց բացատրեմ, որ հասկանաս։ Ամեն ինչ այդքան պարզ չի կատարվում, ոնց որ դու ես պատկերացնում, Մերի ջան։ Ամեն ինչ շատ հեշտ է։ Եթե դու չես հավատում, որ Լիլիթը տենց բան է արել, ուրեմն գնա բեր։ Նստի։ Ալո, Էմա որտեղ ես։ ինչի ես հարցնում, Մերիին բան է եղել։ Չէ, Մերին լավ է, ամեն ինչ նորմալ է։ Ուզում եմ հանդիպենք։ Հանդիպենք, ինչի համար։ Էմա խոսելու բան կա, ասա որտեղ ես, գամ խոսենք։ Հիվանդանոցում եմ։ Մերիին էլ ես բերելու։ Հա, բա ու մենակ չեմ թողնելու։ Լավ, դե եկեք սպասում եմ։ Դե հիմա գալիս եմ լավ։ Գնացեք Մերի։ Մամայի մոտ։ Հա։ Տեսնես ինձ ինչ ունի ասելու։ Կարող եմ մտքին կա նորից միանանք։ Սրան տեսեք։ Ալո, Բարև Լիլիթ, Էմանա։ բարև Էմա, ինչի ես ինձ զանգել։ Ուզում եմ, որ հանդիպենք, շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Էմա, եթե ուզում ես իմանալ, թե ինչու ենք ես եւ Գարիկը բաժանվել, ասեմ, որ լավ կանես, որ Գարիկից իմանաս, որովհետեւ ես այդ թեմայով չեմ ուզում քեզ հետ խոսել։ Ես գիտեմ քո հեռանալու պատճառը, ու հենց դրա մասին էլ ուզում եմ քո հետ խոսեմ։ Պատճառը գիտես։ Ո՞վ է ասել, Գարիկը թե Մերին։ Այդ հիմա կարևոր չի։ Կարևորն է, թե ես քեզ ինչ պիտի ասեմ։ Լավ, որտեղ հանդիպենք։ Դու գիտես, չէ՞, որ հիվանդանոցում եմ աշխատում։ Հա, Դե ես այսօր հերթապահության եմ, չեմ կարող դուրս գալ։ Լավ կլինի, որ դու գաս։ լավ, գալիս եմ։ Ինչ ես նորակում։ Երբեք չէի մտածի, որ նման բան կանեմ։ Ծնողները շատ հաճախ իրենց երեխաների համար դիմում են նման բաների։ Գոնե դու այդ մասին մի խոս։ Էմա լսի, հիմա Վերջացրեցինք, ես հիմա շատ զբաղված եմ ու ավելորդ զրույցների ժամանակ չունեմ։ Արի մի հատ է քեզ գրկեմ ու գնացեք, հա։ արի գոնես։ Շնորհակալ եմ։ Ես դա քեզ համար չեմ անում, իմ համար արեցի։ Որ աղջիկս ինձ չմեղադրի ձեզ չօգնելու հարցում։ Բայց ես երբ արթնացա, Եվան իմ գրկում էր դեմքով դեպի ինձ։ Լիլիթ, նորից եմ ասում։ Հնարավոր չի, որ դու կամա թե ակամա խեղտամահարած լինես քո երեխային ու բժիշկները դրա մասին չիմանային։ Ես քիչ առաջ խոսեցի երեխային զննող բժշկի հետ ու նա ինձ հավատացրեց, որ եթե նման բան եղած լիներ, եթե մահը կողմնակի ազդեցության տակ լիներ, նրանք ոչ միայն քեզ այդ մասին կասեին, այլ նաև ոստիկանությանը։
Խստորեն ես Ոչ թե քո բախտն ա բերել, որ բժիշկները չեն իմացել, այլ նման բան ուղակի չի եղել։ Ուղակի երեխան խեղտամահ ա եղել քո գրկում։ Հասկացար ինձ։ հա հասկացա։ Վերջապես։ Դե ինչ ես նստել մնացել։ Գնա ամուսինդ ու աղջիկս քեզ են սպասում։ Հա, մի բան էլ։ Մեր հին պաղպաղակ արդեն կարելի է, բայց սուրճ չէ։ Եղավ։ Մա, ես շատ շնորհակալ եմ ձեզնից։ Դուրը կծածկես։ Լիլիթն իր բարեհամբույր վերաբերմունքով կարճ ժամանակահատվածում կարողացել էր շահել Մերիի համակրանքը։ Հենց դա էլ հանդիսացավ այն հանգամանքը, որը դրդեց Էմմային գնալ այնպիսի քայլի, որին այլ պայմաններում երբեք չէր գնա։ Վերջապես Լիլիթն ազատվեց իրեն այդքան տանջող գաղտնիքի ծանրությունից։ Մեկ տարի անց ծնվեց Լիլիթի եւ Գարիկի որդին, ով զերծ էր առողջական որևէ խնդրից։